հայ ազգն է որոշում, թե ով է լինելու իր հայրապետը, դա պատվերով չէ, այլ տրվում է ի վերուստ, Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը։ Նա հիշեցրել է եկեղեցու դեմ իրականացված հարձակումներն ու ընդգծել, որ ժողովուրդը արդեն տվել է իր արժանի պատասխանը։ Ըստ Կարապետյանի այդ օրերին ձեռք բերված հաղթանակը հիմա անհրաժեշտ է ամրագրել նոր ու վերջնական հաղթանակով։ Նոր հաղթանակը պետք է լինի այսպիսի. երբ մենք այսօր քայլում ենք փողոցներով, մարդկանց մեծամասնությունը մեզ քաջալերում էր։ Ովքեր ինձ մոտեցել են, ասել են Նարեկ ջան, մինչև վերջ գնացեք, Նարեկ ջան, մի բան արեք, գազ տվեք։ Այնպիսի տպավորություն էր, ոչ թե մենք ենք եկել այստեղ ինչ որ կարոզանելու, այլ դուք եք մեզ ասում, ինչ պետք է անենք։ Ու ջղայնանում են երբեմն, ասում են արեք, մինչև վերջ արեք, չքաշեք անկապ։ Ասում ենք չենք կաշելու։ Դաշինքի առաջին համարը քննադատել է գործող իշխանությանը, մատնանշելով երկրում տարիներ շարունակ սերմանած ատելությունն ու պառակտումը։ Նա շեշտել է, որ գործող ղեկավարը հասարակությանը բաժանել է հարուստների ու աղքատների, իրար դեմ հանել տարբեր շրջաններ, ինչի հետևանքով երկիրը հայտնվել է մշտական կոնֆլիկտների ու ձախողված բանակցությունների հորձանուտում։ Պետք է բերենք առաջնորդ, որը հավասարակշիռ է, որը կարող է ճիշտ հետևողական մեր երկրում համերաշխություն բերի։ Ես ուզում եմ, որ մենք իրար հետ մեր երկրի, մեր հայրենակիցներին ազատենք այս ատելության կապանքներից։ Ես ուզում եմ, որ մեր են հայրենակիցները, ովքեր անգամ մեր հետ համաձայն չէին այսօր, մենք այդ մարդկանց հրկենք, հանենք այն ատելությունից, որ իրանք տածում են մյուս մեր հայրենակիցների հանդեպ։ Նարեկ Կարապետյանը վստահեցրել է, որ ժողովրդի միասնականության դեպքում հնարավոր կլինի հասնել բոլոր նպատակներին եւ կոչ արել հունիսի 7-ին կանալիք ընտրություններին ձայն տալ իրենց քաղաքական ուժին, հանուն իրապես Ուժեղ Հայաստանի կերտման։